Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, AFL-ում մեկնարկում է հերթական խաղային շաբաթը։ Հիմա մեկնարկում է մեզ մոտ երկրորդ դիվիզիոնի հերթական հանդիպումը, միմյանց հետ կմրցեն Այաքսը եւ Մադրիդի Ռեալը։ Ծանոթացնեմ ձեզ մեկնարկային կազմերին, այնուհետև անցնենք հանդիպմանը։ Այաքս դարպասը պաշտպանում է համար 1 Մուրադյան, համար 90 Նորից Մուրադյան, այո, Այաքսում կա 2 Մուրադյաններ, համար 4 Բունյաթյան, համար 5 Երիցյան, համար 33 Զալիբեկյան, համար 8 Պողոսյան, համար 11 Իսկանդարյան եւ համար 88 Հովանեսյան։ Ռեալ Մադրիդ դարպասը պաշտպանում է համար 99 Համբարձումյան, համար 22 Նազարյան, համար 77 Ստեփանյան, համար 12 Առաքելյան, համար 7 Գևորգյան, համար 73 Մանուչարյան, համար 8 Կարապետյան եւ համար 17 Հարությունյան։ Այժմ Այաքսը գրոհում վտանգավոր հարված հիմա տեսանք Իսկանդարյանի կատարմամբ, սակայն մի փոքր բարձր ընթացավ հարվածը, շատ թնդանոթային հարված էր, եթե այն դեպի դարպասը լիներ, դժվար կարող դարպասը Ռեալի ետ մղել այդ գնդակը եւ հիմա անկյունային կտեսնենք Այաքսի կատարմամբ եւ անկյունայինից հետո մի փոքր կխոսեմ մրցաշարային աղյուսակի մասին։ Վերջ սուլիչը կա, ցածից փոխանցում դեպի ետ, հարված ենք հիմա տեսնում շատ վտանգավոր դարպասապա կարողանում է փրկել Ռեալին, սակայն գրոհը դեռ շարունակվում է, պրեսինգ են հիմա դիմում Այաքսի ֆուտբոլիստները եւ Բունյաթյանից դուրս է գալիս գնդակը դաշտի սահմաններից դուրս։ Մրցաշարային աղյուսակը հետեւյալն է, Մադրիդի Ռեալը շատ անկայուն մրցաշար է անցկացրած 15 խաղից նրանք ունեն 13 պարտություն, 1 հաղթանակ եւ 1 ոչ ոքի, նրանք գտնվում են վերջին հորիզոնականում վաստակած 4 միավորով, իսկ Այաքսը գտնվում է 5-րդ հորիզոնականում վաստակած 29 միավորով, 14 խաղ, 9 հաղթանակ, 2 ոչ ոքի եւ 3 պարտություն, հաղթանակի դեմքով նրանք միավորներով կհավասարվեն 4-րդ հորիզոնականում գտնվող Մոնցային, հիմա վտանգավոր հարված են տեսնելու, հարված դարպասապահը փրկում է եւ այստեղ շատ լավ է գործում Ռեալ Մադրիդի պաշտպան Առաքելյանը, կարծես թե իրականացված անկյունային եւ գնդակը հեռացված է, նորից անկյունային կտեսնենք հակառակ եզրից։ Հովանեսյանը պատրաստվում իրականացնել անկյունայինը։ Անկյունայինը կա։ Հերվից կարելի է փորձել, հերվից հարված եւ հորիզոնական դարպասազողին է դիպում գնդակը, այնուհետեւ երկրորդ փորձից Հովանեսյանը բարձր հարվածեց շատ նպաստավոր դիրքից։ Շատ ակտիվ է սկսել հանդիպումը Այաքսը եւ եթե նրանք այս տեմպերով շարունակեն, առաջին դարպասի գրավումը սարերի ետևում չէ։ Հիմա շատ լավ խլում է իրականացում Իսկանդարյանը, շրջանցում է մեկ մրցակցի, փոխանցում է ձախ եզր եւ պատասխան փոխանցումը մի փոքր ուժեղ է ստացվում եւ հարված կլինի Ռեալի դարպասից։ Դիմակից է ման գալիս Մադրիդի Ռեալի պաշտպանը։ Այստեղ խլում է Հովանեսյանը գնդակով, շատ գերազանց փոխանցում դեպի Իսկանդարյանը, փորձը սկրունկով ուղարկել դեպի դարպասը գնդակը, սակայն բարձր ճշտման տակ էր նա եւ հարվածը դարպասի ուղղությամբ չգնաց։ Բունյաթյան հաղթում է երկրորդ հարգում։
Եվ կար կանոնների խախտում այստեղ։ Գևորգյանի դեմ պայքարում։ Եվ Տուգանային հարվածի մենք կտեսնենք։ Փոխանցում բարձրից եւ հեռացված է գնդակը անկյունային կտեսնենք հիմա։ Այաքսի դարպասի փոխանցում ցածրից պաշտպանը կարողացավ հարվածը վերցնել իր վրա եւ արագ հակագրոյի հիմա նետվում Այաքսը, սակայն տեմպը ընկավ եւ սխալ փոխանցում կատարեց Այաքսի ֆուտբոլիստը, տվյալ դեպքում Իսկանդարյանը, սակայն պահպանեցին գտակ Այաքսի ֆուտբոլիստները, շատ լավ փոխանցում էր դեպի Հովանեսյանը, Հովանեսյան պահում է գնդակը, փորձեց կտրող փոխանցում ուղարկել դեպի դիմակիցը, սակայն պաշտպանները Ռեալ Մադրիդի կարողացան խլել գնդակը եւ հիմա գրոյի անցնում Ռեալ Մադրիդը, հարված ենք հիմա տեսնում եւ Բունյացյանը կարողանում է հեռացնել գնդակը։ Իրականացված է եզրային նետումը եւ միանգամից կորցնում են Մադրիդի ֆուտբոլիստները գնդակը, սակայն պետք է կրկնել եզրային նետումը։ Հիմա սխալվում է այստեղ անմեղ իրավիճակում Ռեալի ֆուտբոլիստը Իսկանդարյան սրանում է առաջ հարված եւ փրկեց հիմա Ռեալ Մադրիդի դարպասապահ Ամբարձումյանը իր թիմին 99%-անոց դրվագ էր սա։ Բրավո Ամբարձումյանին։ Իսկանդարյան ստանում է աչքի եզրում գնդակը։ Ուղարկում է թիմակցին։ Բունյացյան նորից ուղարկեց գնդակը դեպի Իսկանդարյանը, փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, սակայն ձախ եզրում ստացավ գնդակը թիմակիցը, փոխանցում դեպի կենտրոն, պաշտպանները վերցրեցին իր վրա հարվածը։ Ստեղ դիպավ գնդակը Այաքսի ֆուտբոլիստի ձեռքին, սակայն գնդակը Ռեալ Մադրիդի մոտ էր եւ ինչպիսի գոլ հիմա տեսանք այստեղ Այաքսի ֆուտբոլիստի կատարմամբ։ Մեկ 0 Այաքսը հաղթում է Ռեալ Մադրիդին, Հովանեսյանը դարձավ գոլի հեղինակ, խառնաշփոթ էր տիրում Մադրիդի Ռեալի Տուգանային հրապարակում եւ օգտվելով այդ խառնաշփոթից Հովանեսյանը կարողացավ ուղարկել գնդակը դեպի Մադրիդի Ռեալի դարպասը եւ հիմա տեսնենք թե ինչպիսի պատասխան կտա Ռեալը այս գոլին։ Եվ այստեղ սխալվում է Մադրիդի Ռեալի դարպասապահը եւ փոխանցումն շեխ ստացվեց Այաքսի ֆուտբոլիստի, սակայն գրոհը դեռ շարունակվում է։ Հովանեսյան հարված եւ երկրորդ դուբլը գրանցում է Հովանեսյանը իր անվան դիմաց ընդամենը 1 րոպե պահանջվեց Հովանեսյանին 2 հատ գնդակ կպել։ Երկու 0 ընդամենը 1 րոպեվա ընթացքում Հովանեսյանը կարողանում է դուբլ գրանցել իր անվան դիմաց եւ Այաքսը եւ
առաջ մղում իր թիմին։ Իսկանդարյան փոխանցում է դեպի Բունյացյանը։ Հերվից փորձ ենք հիմա տեսնում Այաքսի ֆուտբոլիստի կատարմամբ, սակայն շեղընթացավ արվածը, Երիցյանն էր արվածողը։ Եվ գեղեցիկ սահակմամբ կարողանում է գնդակը հեռացնել դաշտի սահմաններից դուրս և եզրից կնետի Ռեալը։ Գևորգյան գործում է գնդակ Գևորգյանը։ Շատ հեշտ են կարողանում Այաքսի ֆուտբոլիստները հատել իրենց կիսադաշտը, սակայն այստեղ Մադրիդի ֆուտբոլիստները շատ լավ խլում են իրականացնում, կարող են վտանգավոր գրոհ հիմա անել, սակայն փոխանցումը շեղ ստացվեց Կարապետյանին։ Այստեղ կարծես կանոնների խախտում եղավ Այաքսի ֆուտբոլիստներից մեկի կատարմամբ։ Եվ չկարողացան օգտվել ստանդարտից Ռեալի ֆուտբոլիստները։ Շատ լավ շրջանցեց մրցակցին Երիցյանը, այնտեղ Պողոսյանը շատ լավ դիրքում էր, սակայն չստացավ փոխանցում, կարող էր միայնակ հայտնվել դարպասապահի դիմաց, եթե այդ կտրող գեղեցիկ փոխանցումը տեսնենք, Իսկանդարյան, գեղեցիկ հնարք, և փոխանցում է դեպի Երիցյանը, հանգիստ խաղարկում են գնդակ Այաքսի ֆուտբոլիստները, և այստեղ խլում է իրականացնում Մադրիդի ֆուտբոլիստը, գեղեցիկ պատխահարկում, սակայն մի փոքր ուժեղ ստացվեց փոխանցումը։ Հովհաննիսյան ստացավ աջ եզրում, փոխանցում դեպի հակառակ եզր և չկարողացավ ճիշտ մշակել գնդակը Այաքսի 3 համարը։ Ապուկ փոխանցում դեպի Իսկանդարյանը, սակայն կարողացավ պաշտպանը Մադրիդի Ռեալի հեռացնում գնդակը։ Եվ փոփոխություն Ռեալի կազմում։ Պողոսյան փոխանցեց դեպի Իսկանդարյանը, Իսկանդարյանը իր երթին ուղարկեց գնդակը դեպի ձախ եզր։ Ապուկ փոխանցում դեպի 6 համարը Այաքսի, սակայն կարողացան պաշտպանները վերահսկել իրավիճակը և սխալվեցին։ Այստեղ Իսկանդարյան գեղեցիկ հարված և նորից 2 անգամ արդեն Մադրիդի Ռեալի դարպասապահ Ամբարձումյանը մի դրվագում կարողացավ փրկել իր թիմը։ Անկյունային իրականացված է։ Հեռացված է գնդակը և արագակագրով է անցնում հիմա Ռեալը և այստեղ կոպիտ խախտում հիմա տեսանք
Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստի նկատմամբ Մանուչարյանի այստեղ սխալվեց հիմա Այաքսի դարպասապա եւ Արեթը ձեռքներից վաշի թողեցին Ռեալի Մադրիդի խաղացողները 2-1 Գևորգյան 2-1 կրճատես հաշվի տարբերությունը Գևորգյանը Այաքսի դարպասապա Մուրադյանի անփույթ խաղի պատճառով իսկ Այաքսը իր հերթին գցեց խաղի տեմպը Հովանեսյան կարող է հարվածել, ոչ փոխանցում է Իսկանդարյանին, Իսկանդարյան Հովանեսյան և չկարողացավ շրջանցել այստեղ մրցակցին, սակայն պահպանեց գնդակը իր թիմի համար, այստեղ փափուկ փոխանցում տեսանք դեպի Ռեալ Մադրիդի տուգանային հրապարակ և հարված կտեսնենք հիմա Ռեալի դարպասից Մանուչարյան շատ լավ էր նկատել թիմակցին Այաքսի տուգանայինում Գևորգյանին, սակայն պաշտպանները Այաքսի վերահսկում էին իրավիճակը և եզրային նետումը կիրականացնի Մադրիդի Ռեալը Այստեղ շատ արագ հակագրեր էին ասում Այաքսի ֆուտբոլիստները Իսկանդարյան հարված տեսանք Իսկանդարյանի կատարմամբ, սակայն պաշտպանը կարողացավ հեռացնել գնդակը և անկյունային իրականացված է անկյունայինը փափուկ փոխանցում տեսանք դեպի Մադրիդի տուգանային Իսկանդարյանի կողմից նորից այս բոլոր փոխանցումները ուղղված են դեպի Բունյացյանը քանի որ երկրորդ հարգի պայքարներում նա ոչ մի խնդիրներ չի տեսնում Իսկանդարյանը հերվից հարվածեց, սակայն պաշտպանը վերցրեց իր վրա հարված և արագ հակագրող ենք հիմա տեսնում Մադրիդի Ռեալի կատարմամբ Եվ այստեղ շատ լավ է պաշտպանվում Այաքսի 6 համարը Բունյացյան Եվ հանգիստ կարճ փոխանցումներով հատեցին նրանք արդեն սեփական կիսադաշտը փոխանցում գեղեցիկ Հովանեսյան և հետրիկը կայացած է Խորեն Հովանեսյան 3-0 Հետրիկ է ավելացնում իր անվան դիմաց Խորեն Հովանեսյանը և հիմա շատ ծանր իրավիճակում է հայտնվում Ռեալը և այստեղ գերազանց է պաշտպանվում Այաքսի 6 համարը
Խորքից Այաքսը հիմա կսկսի իր հերթական գրով։ Շատ լավ են համագործակցում այս Այաքսի զույգը, ինչու ոչ նաև երյակը։ Խոսքս Պողոսյանի, Իսկանդարյանի և Հովհաննիսյանի մասին է։ Եվ այստեղ շատ վտանգավոր հարված հիմա տեսանք Գևորգյանի կատարմամբ դուրս էր եկել Մուրադյանը դաշտից, որպեսզի վերցներ գնդակը, սակայն չկարողացավ եւ կարելի ասել ներվեց այստեղ Այաքսի երկրորդ անգամ։ Շատ լավ թողեց գնդակը Հովհաննիսյանին, Պողոսյանը փոխանցում դեպի Իսկանդարյանը։ Պատխարկում շատ լավ նկատեց թիմակցին այստեղ Այաքսի 6 համարը, սակայն կարողացան Ռեալի պաշտպանները վերցնել գնդակը եւ արագ հակագրոհի են հիմա փորձում նրանք նետվել, սակայն նրանց մոտ դա չստացվեց, կարողացավ Զալիբեկյանը խլել գնդակը։ Հովհաննիսյան շատ լավ խաղարկում Իսկանդարյանի հետ եւ չկարողացավ նահատել։ Միանգամից Մադրիդի Ռեալի 3 պաշտպան նրան դիմավորեցին, սակայն գրոհը շարունակվում է։ Իսկանդարյան հարված եւ շնչին շեղությամբ, այսպես ասած, շոշափելով դարպասաձողը գնդակը հեռացավ դաշտի սահմաններից։ Մանուշարյան սլանում է առաջ։ Շատ լավ փոխանցում։ Նազարյան Խլեցին գնդակը Նազարը Հովհաննիսյան փոխանցեց դեպի Իսկանդարյանը Իսկանդարյանը շատ լավ նկատեց այնտեղ Պողոսյանին եւ Զալիբեկյան Պողոսյան Նորից Զալիբեկյան հարված կտեսնենք պաշտպանին դիպավ գնդակը Եվ հիմա կտեսնենք Ռեալի արագ հակագրոհը Մանուշարյան եւ կորցրեցին գնդակը Ռեալի ֆուտբոլիստները Հովհաննիսյան փոխանցեց դեպի Իսկանդարյանը գնդակը Շատ լավ նկատեց այնտեղ Հովհաննիսյանին եւ դարպասաձողին դիպավ գնդակը Իսկանդարյան շրջանցեց մրցակցին փոխանցեց դիմակցին այո Բունյացյան Հովհաննիսյան Պողոսյան շատ լավ խաղարկում տեսանք նորից այս զույգի կատարմամբ եւ վերջ հարգելի բարեկամներ առաջին խաղ
Սա ավարտվեց 3-1 հաշվով Այաքսը հաղթում է Մադրիդի Ռեալին, մի փոքր ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից։ Սիրելի բարեկամներ, վերադառնում ենք Այաքսն ընդդեմ Մադրիդի Ռեալի երկրորդ խաղակեսին, հիշեցնեմ Հովհաննիսյանի հետ-տրիկի շնորհիվ Այաքսը հաղթանակ է տանում Մադրիդի Ռեալի նկատմամբ եւ տեսնենք թե ինչ մեզ կառաջարկեն թիմերը երկրորդ խաղակեսին։ Հանգիստ խաղարկում են իմ Այաքսի ֆուտբոլիստները փորձում են ասել սեփական կիսադաշտը եւ շատ լավ դա նրանց մոտ ստացվեց Պողոսյան այս կնդակը իր թիմի համար այստեղ շատ լավ նկատեց թիմակցին Երիցյանը աչքի եզրում սակայն պաշտպանը կարողացավ վերցնել գնդակը եւ անկյունային հիմա կիրականացնի Մադրիդի Ռեալը Իրականացված է անկյունայինը դուրս եկավ այստեղ Մուրադյանը վերացած գնդակը եւ արագ հակագրով հիմա կտեսնենք Այաքսի կատարմամբ շատ գեղեցիկ կրունկով փոխանցում էր դեպի Հովհաննիսյանը սակայն դարպասապահը հսկում էր իրավիճակը Եկա գոլ։ Արի։ Գնա գոլ, գնա։ Մանուչարյան շրջանցեց երկու մրցակցի փորձեց փոխանցում կատարել սակայն Այաքսը խլում է գնդակը եւ հակագրով է անցնում եւ կանխում են Այաքսի հակագրովը Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստները այստեղ Բունյանը կարողացավ խլում կատարել Հովհաննիսյան եւ չկարողացավ մշակել գնդակը Իսկանդարյանը եւ հարված կլինի Ռեալի դարպասից Ռեալն է փորձում կազմակերպել գրողներից հերթականը եւ այստեղ Իսկանդարյանը կարողանում է պրեսինգի շնորհիվ խլում կատարել գնդակը փոխանցում դեպի կենտրոն Հովհաննիսյանին Հովհաննիսյանը արված եւ շեղ ընթացավ գնդակը Անկյունային իրականացրեց հիմա Այաքսը Իսկանդարյան հեր որ սա փոխանցում էր
կատարում այստեղ Իսկանդարյանը դեպի կարծես Երիցյանը եւ չկարողացավ գրավել դարպասը նպաստավոր դիրքից վերջինս Դες խարվեցին Այաքսի պաշտպանները հարված էլ տեսանք սակայն այնտեղ կարող կարծես թե ձեռքով խաղ Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստի կատարմամբ Եվ Այաքսն է սկսում խորքից Բոնյասյան սխալվեց այս հրամի վիճակում Մանուչարյան փոխանցում դեպի թիմակիցը եւ շեղ է հարվածում Գևորգյանը եւ շատ արագ հակագրոյի մանցնում Այաքսը Հովանեսյան շրջանցեց 1 2 3 մրցակցի հարվածն էլ տեսանք սակայն շատ թույլ ստացվեց հարվածը Երիցյան փորձեց հարվածային դիրքման գալ եւ շատ գեղեցիկ կրունկով թողեց թիմակցին եւ դարպասաձողին հիմա դիպավ գնդակը Այաքսի ֆուտբոլիստները արդեն իրենց գոլն էին ցանկանում նշել սակայն Ամբարձումյանը կարողացավ դարպասաձողի հետ միասին հեռացնել գնդակը գծի վրայից Սխալվեցին հիմա այստեղ Այաքսի ֆուտբոլիստները հակագրոհ ենք տեսնում հիմա Ռեալ Մադրիդի կատարմամբ հարվածել ենք տեսնում եւ դարպասաձողին դիպավ գնդակը սակայն գրոհ չի ավարտվել Մանուչարյան եւ հորիզոնական դարպասաձողը հիմա էլ օգնության եկավ Այաքսին եւ Իսկ այստեղ արդեն Մուրադյանը կարողացավ հսկել իրավիճակը, շատ վտանգավոր գրոհ տեսանք հիմա Մադրիդի Ռեալի կատարմամբ, որը դեռ չի ավարտվել Գևորգյան եւ 11 մետրանոց էր պահանջում հիմա Գևորգյանը եւ այստեղ արդեն շատ վտանգավոր հակագրոհ անցավ Այաքսը, որը Իսկանդարյանն էլ շեղ հարվածեց Ակտիվացավ Մադրիդի Ռեալը վերջին 5 րոպեների ընթացքում Եվ այստեղ շեղ փոխանցում տեսանք Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստի կատարմամբ Պողոսյան նկատեց արջի եզրում Երիցյանին, սակայն շեղ ստացվեց փոխանցումը Եվ խորքից սկսում է Ռեալը իր հերթական գրոհ, սակայն շատ լուրջ պրեսինգի են դիմել հիմա այստեղ Այաքսի ֆուտբոլիստները Այստեղ արջի եզրում կա տարբերակ, նաև Գևորգյանը Դուգանայինում, սակայն որոշում է հենց ինքը հարվածել դարպասին եւ Բունեցյանը շատ ուժեղ հարվածով գնդակով ուղարկում է դաշտի սահմաններից դուրս Ռիսկի է դիմում այստեղ Ռեալի դարպասապահ Ամբարձումյանը
Անուչյան ստացավ կենտրոնում գնդակը և շեղ փոխանցեց հարված կլինի Այաքսի դարպասից Եզրային հետում կտեսնենք հիմա Այաքսի կատարնում Բունեցյան փոխանցեց եզրային հետում Պողոսյանին այստեղ դուրս չեկավ գնդակը դաշտի սահմաններից Հիմա նորից կորցրեց Մադրիդի Ռեալը գնդակը և Այաքսը գրոհի անցնում Իսկանդարյան կարող էր հենց ինքը ավարտել այս գրոհը, սակայն փոխանցեց դեպի Հովհաննիսյանը և խախտեցին այստեղ խաղի կանոնները Պողոսյանի դեմ պայքարում և Հովյանին հարված է հիմա վաստակում Այաքսը Իսկանդարյան, սա կարծես ուղիղ հարված էր Ռեալ Մադրիդի դարպասին, սակայն Մալտը իր վրա վերցրեց գնդակը և եզրային կիրականացնի հիմա Իսկանդարյանը, Երիցյան, նոր կներեք Եսայան Բունեցյան շատ լավ նկատեց Իսկանդարյանին ձախ եզրում և հարված հիմա տեսանք Իսկանդարյանի կողմից Պողոսյան փոխանցեց նորից Իսկանդարյանին փորձեց պատասխան փոխանցումը տալ Իսկանդարյանը շեղ ստացվեց, սակայն Պողոսյանը կարողացավ վերականգնել գնդակը Եվ միայնակ է հայտնում Իսկանդարյանը դարպասի դիմաց և գոլ, դարպասը գրաված է Չորս մեկ Բոբիկ Իսկանդարյան հայտնվելով միայնակ դարպասապահ Համբարձումյանի դիմաց կարողացավ հաղթել այդ պայքարը հիմա այստեղ խլում են կատարում Իսկանդարյանը, սակայն նույն պայմանին խճճվում է և կորցնում գնդակը Հովհաննիսյան փոխանցեց դեպի Իսկանդարյանը Պողոսյան և այստեղ սխալ փոխանցում տեսանք Այաքսի ֆուտբոլիստի կատարմամբ և նույն պայմանին վերականգնեցին գնդակի վերահսկողությունը փոխանցում ետ դեպի Բունեցյանը Իսկանդարյան փորձեց փոխանցել դեպի Հովհաննիսյանը, սակայն թույլ ստացվեց փոխանցումը և ակագրոհ հիմա կտեսնենք Ռեալի կատարմամբ Գևորգյան արված և
Շատ ընթացավ արվածը։ Անադարձ էր այնտեղ եղել, անկյուն այն հիմա կտեսնենք Ռեալ Մադրիդի կատարման, փոխանցում բարձրից եւ հեռացեցին գնդակը արագ հակագրով 4-1-ի դիմաց, սակայն կարողացավ միայնակ հեռացնել գնդակը Մադրիդի պաշտպանը եւ այստեղ էր վտանգավոր փոխանցում տեսան Մանուչյանի կատարմամբ, սակայն չկարողացան իրացնել պահը Ռեալի արձակվողները Իսկանդարյան Ուարկես գնդակը դեպի Պողոսյանը դեպի ձախ եզր նորից Իսկանդարյան շատ լավ շրջանցից մրցակցին հարվածել տեսանք, սակայն պաշտպանը փակեց հարվածի ճանապարհը եւ կար կանոնների խախտում այստեղ Ռեալի ֆուտբոլիստի նկատմամբ Սխալվեցին այստեղ Մադրիդի պաշտպանը Իսկանդարյան եւ նորից Ամբարձումյանը արդեն որերորդ սեյվն է կատարում Ամբարձումյանը փրկելով Մադրիդին վերահաս գոլերից Հակագրոնիկ հիմա Ռեալի տեսնում արված մեկը Եզրային իրականացված է Բունյացյան փորձեց հեռացնել, սակայն չստացվեց նրա մոտ Միանգամից Այաքսի 3 ֆուտբոլիստ պրեսինգ է գնացին դարպասապայի վրա Եվ հիմա գրող ենք տեսնում Հովանիսյան, Իսկանդարյան Փոխանցում է դեպի Եսայանը Թողեց գնդակը Իսկանդարյանի նորից ստացավ պատխաղարկում Հովանիսյան շատ թույլ հարվածեց Հովանիսյանը կարող էր 4 գնդակը իր անվան դիմաց գրանցել Եվ այստեղ վերցում է գնդակը Մուրադյանը Սալ փոխանցում Մանուչարյան Եվ վերականգնում է նորից Այաքսը գնդակը Եվ եզրային նետում Իրականացված է եզրայինը Հովանիսյան շատ լավ փոխանցում, պատխաղարկում եւ դարպասաձողը փրկեց հիմա այստեղ Մադրիդի Ռեալին
Պողոսյան փոխանցում դեպի Իսկանդարյանը եւ խլեցին Ռեալի ֆուտբոլիստները 2-1-ի դիմացը հակագրոյի են անցնում պետք է գրավել դարպասը Գևորգյան փոխանցում Մանուչարյան փորձեց թնդանոթային հարվածով ուղարկել գնդակը դեպի դարպասը որպեսզի Մուրադյանը չկարողանա ետ մղել գնդակը սակայն շեղ ստացվեց հարվածը Հարգում ունի մագնդակը Այաքսի ֆուտբոլիստները խլեցին հիմա այստեղ Ռեալի ֆուտբոլիստների եւ հարված կլինի դարպասից Այաքսի Մանուչարյան ռան է գրոում միայնակ պետք է գրավել դարպասը եւ շեղը հարվածում հիմա Մադրիդի ֆուտբոլիստը Եվ 4-րդ գնդակն է մխրճում հարվածի դարպասի մեջ Հովանեսյանը կներեք Օրեն Հովանեսյան 5-1 պոկեր է գրանցում Իրանվան դիմաց Հովանեսյանը այստեղ փորձեցին արագ գրոհել Մադրիդի ֆուտբոլիստները սակայն Բունյացյանը կարողացավ խլում կատարել Իսկանդարյան պատխարակում Հովանեսյանի հետ սակայն կորցնում են գնդակը Այաքսի ֆուտբոլիստները Եվ հակագրոյում կտեսնենք Ռեալի կողմից Գուցե հիմա գրավել դարպասը ոչ, այստեղ են Մուրադյանը կարողացավ վերցնել գնդակը եւ արագ ուղարկում է առաջ դեպի Իսկանդարյանը սակայն վերացնում են Ռեալի պաշտպանները արված եւ նորից Մուրադյանը կարողացավ փրկել եւ ուժեղ արվածով ուղարկում է առաջ գնդակը Կարող էր սա նաև գոլային փոխանցում ստացվել Մուրադյանի համար Եվ մրցավարը անկյունային հարված նշանակեց քանի որ դարպասապային դիպավ այնտեղ գնդակը կարելի է այստեղ գրավել դարպասը Հովանեսյան փոխանցեց դեպի Եսայանը
շատ գեղեցիկ անցում տեսանք հիմա եսանի կատարմամբ շրջանցած երկու մրցակցի հարվածն էլ կտեսնենք, սակայն մի փոքր բարձր ընթացավ հարվածը եւ վեր սիրելի բարեկամներ 5-1 Ajax-ը կարողանում է վաստակել իր հերթական 3 միավորը եւ հավասարվել միավորներով Մոնցայի հետ այսօրվա համար այսքանը մնացեք մեզ հետ մինչ նոր հանդիպում